Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Քանի որ շատ երկար քննարկեցինք, շատ երկար խոսեցինք եւ շատ բազմակողմանի, շնորհակալություն պարոն Խուդացյանին, շնորհակալություն պարոն Վարդանյանին քննարկելու համար եւ նաեւ մեր դիմադիր գործընկերներին, որ եկան ու պաշտպանեցին հեցի բոլոր տեսակի իրավունքները։ Շատ վատ է, որ ստե չեն մեր գործընկերները, որովհետեւ մենք իրանք իրենց խոսելու ժամանակ որևէ հակադարձում չէին ընդունում, բայց հիմա չեն ուզում լսել հակադարձումները։ Ես համաձայն եմ պարոն Համբարձումյանի հետ աշխատավարձերի եւ ծախսերի հետ կապված, եւ բոլորը գիտեն, որ հեցի աշխատավարձերը եւ ծախսերը ուռճացված են եղել եւ բոլորը ներառվել են սակագնի մեջ եւ այդ անընդհատ դրա մասին խոսվել է տարբեր տեսակի կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում հեցին ու անընդհատ այդ մասին դրանք ծախսերով գնում են ու դրանք խայտարակ ծախսեր են ու որ խոսում են մեր գործընկերները սակագնի բարձրացման մասին, ասում են, որ պետությունը չի կառավարելու, սակագինը բարձրանալու է եւ ներդրումները, որոնք 1.5 միլիարդի չափով լինելու են մինչեւ 2037 թիվ այլևս չեն լինելու, այնպիսի տրամաբանություն ես չեմ կարողանում ընդունել, այսինքն այդ հիմնարկը ուղղակի նստած էր Կարապետյան Սամվելի բարեհոգության եւ բարեհաճության վրա եւ այդ մարդը պետք է մի օր որոշեր այսքան փող դներ դրեցի, մի որոշում չի, այսինքն շահույթ հետապնդող կազմակերպությունը այլևս շահույթ չի հետապնդելու, չեմ հասկանում, հետո մարդը իր բերանով ասեց թքած ունեմ ձեր հեծի վրա։ Շատ կարևոր բառ է ձեր հեծի վրա, այսինքն հեծը պետությանն է, մարդը ասեց թքած ունեմ, հիմա եկել են այդ, ահա, մենք ամրագրում ենք, որ դա մերն է, մերը չէ, պետությանն է, այս մարդիկ էլ ասում են, չէ, ոնց է, հեծը խլում եք, հեծը չենք խլում, ժողովուրդ ջան, եւ չենք կարող խլել, եւ մի հատ կարևոր բան եմ ուզում ասել վերջաբան, հա, մի հատ բան, երկու բան եմ ավելացնում եւ վերջ։ Պարոն Մինասյանն ասում է ընտրական գործիք եք ուզում սարքել, մարդիկ բերեք ընդունեք, ձեր մարդկանց բերեք ընդունեք, հետո ընտրություններին ընտրական գործիք սարքեք, այսինքն ինչ, դուք գիտեք, որ այնտեղ այդ ժողովրդին դուք որպես ընտրական գործիք եք օգտագործում, մենք դա գիտենք, որ ցույցերին բերում եք եւ այլ եւ այլ։ Հիմա ձեզ թվում է մենք էլ ենք տենց անելու, չէ, չսխալվում եք եւ ամենավերջում, քանի որ Սամվել Կարապետյանը շատ ակտիվորեն բանտիզնամակներ է գրում եւ ինչ որ տենց կոչեր անում, ես կուզեմ Սամվել Կարապետյանի կարծիքը լսել հրապարակային նամակի տեսքով, թե նա ինչ կարծիք ունի այն մասին, որ վերջերս մոտ մի 20 օր առաջ Ռուսաստանում Դամաձեդովը օդանավակայանը դարձավ պետական։ Պետության կառավարմանը տրվեց։ Ես կուզեմ իր կարծիքը լսել դրա մասին, որպեսզի հասկանանք, թե այդ մարդը ընդհանրապես այս գործընթաց ինչպիսի կարծիք կհայտներ լինելով Ռուսաստանում այդ գործընթացի մասին։ Շնորհակալություն։